Ըստ խնդրի ունենք 12 աղջիկ և 10 տղա, որոնցից պետք է կազմել 5 խոքանոց խումբ այնպես, որ այն ներառի ոչ ավելի քան 3 տղա։ Պետք է գտնենք, թե քանի եղանակով է հնարավոր դա անել։ Նախ նկատենք, որ 5 հոգանոց խումբ ոչ ավելի քան 3 տղա նշանակում է կամ 2 աղջիկ 3 տղա, կամ 3 աղջիկ 2 տղա, կամ 4 աղջիկ 1 տղա, կամ էլ 5 աղջիկ ոչ մի տղա։ Առանձին դիտարկենք այս բոլոր դեպքերը։ Սկսենք առաջինից։ Աղջիկներին կարող ենք ընտրել 12 անգամ 11-ը բաժանած 1 անգամ 2-ի եղանակով։ Այն պատճառով, որ ընտրում ենք խումբ եւ ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ հերթականությամբ ենք այդ աղջիկներին ընտրել։ Ընտրել ենք օրինակ սկզբում Կարինեին, հետո Սոնային, թե սկզբում Սոնային, հետո Կարինեին։ Միևնույն է, ընտրել ենք նույն Կարինե-Սոնա խումբը։ Եվ այդ նույն հիմնավորումով, ինչպես գիտենք, 10 տղաներից 3-ին ընտրելու համար ունենք 10 անգամ 9 անգամ 8-ը բաժանած 1 անգամ 2 անգամ 3-ի եղանակ։ Նկատենք նաեւ, որ տղաների ընտրությունը ընդհանրապես կախված չէ աղջիկների ընտրությունից, հետեւաբար բազմապատկման կանոնն օգտագործելով բազմապատկել ենք աղջիկների ընտրությունների քանակով։ Նույն կերպ հաշվենք երկրորդ ճյուղում աղջիկների ընտրությունների քանակը 12 անգամ 11 անգամ 10-ը բաժանած 1 անգամ 2 անգամ 3-ի եւ բազմապատկենք տղաների ընտրությունների քանակով 10 անգամ 9 բաժանած 1 անգամ 2-ի։ Նույն տրամաբանությամբ երրորդ ճյուղում կունենանք 12 անգամ 11 անգամ 10 անգամ 9 բաժանած 1 անգամ 2 անգամ 3 անգամ 4-ը բազմապատկած 10-ով եւ չորրորդ ճյուղում կունենանք 12 անգամ 11 անգամ 10 անգամ 9 անգամ 8-ը բաժանած 1 անգամ 2 անգամ 3 անգամ 4 անգամ 5-ի։ Մնում է միայն նկատենք, որ այս բոլոր ճյուղերը միմյանց հետ կապված այն կամով, հետեւաբար անհրաժեշտ է բոլոր քանակները գումարել իրար եւ հաշվարկների արդյունքում կստանանք 23562 տարբերակ։